Համայնքական ճակատ կուսակցությունը եւս մասնակցում է վաղարշաբաթ խոշորացված համայնքի ընտրություններին համայնքապետի շանսերը ինչպես կգնահատեք եւ նաեւ ինչով է տարբերվում, այսինքն ինչ է առաջարկում վաղարշաբաթ խոշորացված համայնքի բնակիչներին։ Այն որ տարբերվում արդեն Պայստազորի զինվորականը, որը 15 տարի ավել ծառայել է Լեռնային Ղարաբաղում, իսկ դա զինվորականի համար մեծ առաջընթաց է։ Ես միշտ իմ հարցազրույցներում ասել եմ, որ ովքեր որ անգամ թեկուզ 3 ու ավել տարի ծառայել են Լեռնային Ղարաբաղում, դա բավականին մեծ առաջընթաց է։ Հույսով եմ, որ այս մեր առաջադրությամբ Պայստազորի սպաները կմիանան, գուցե ոտքի կկանգնես ժողովուրդը, կհասկանա, որ ուր են տանում այս իշխանությունները, այս երկիրն ուր են տանում։ Մեր լավագույն սպաներից ենք ներկայացրել մեր տեխնացուն, լավագույն սպան, երկար տարի ծառայել եմ Գնդապետ Սիմոնյանի հետ, վերջի տարիները ծառայել եմ կադրերի վարչությունում, որը երկուսս նույն բաժնի պետերի պաշտոն ենք զբաղեցրել։ Ես ուղղակի կոչ կանեմ ժողովուրդը համախմբվի, միանա, իսկ մեր առավելագույնը կրկին ասում եմ, որ Պայստազորի սպա ենք ներկայացրել։ Ես Պայստազորի սպաներին կոչ կանեմ միանան մեզ։ Իսկ բնակչությանը ինչ եք առաջարկում։ Նույնպես բնակչությանն էլ ենք առաջարկում ճիշտ ընտրություն անեն, ընտրությունների ընթացքում ճիշտ ընտրություն անեն եւ անպայման այո գնան, անգամ ձայնը ում կտան, ինչ կլինի, բայց պարտադիր գնան, իրենց ընտրությունը կատարեն, որպեսզի վարչապետը եւ ազգային ժողովի նախագահան գորգոր բառերով չասեն, միանշանակ ժողովուրդը մեզ է ընտրելու, որպեսզի հասկանանք ժողովուրդը իրականում ում է ընտրում։